Մենք երբեք էլ ենթագիտակցական մակարդակում կամ այսպես փակ մտքում կարծես թե չենք ուզեցել ունենալ ինքնասահմանափակվող իշխանություն, չենք ուզեցել ունենալ անկախ դատական իշխանություն եւ անդադ իմիտացիա ենք արել, որ մենք իշխանությունների տարանջատման մեխանիզմ ուզում ենք ներդնել Հայաստանի Հանրապետությունում, բայց իրականում թե օրենսդրական մակարդակում, թե իրավական մակարդակում եւ թե պրակտիկայով ամեն ինչ արել ենք, որ այդպես տեղի չունենա։ Դրանով իշ դեմ գնալով մեր դեռևս որոգայթ փառած համանդրության հեղինակների գաղափարին, որ ցանկացած իշխանության համար որոգայթներ պետք է դնենք, որպեսզի զսպենք նրանց փառքի ցանկությունը, դրա համար այդպես էլ կոչվել է որոգայթ փառած, այսինքն սահմանադրությունը ինքը որոգայթ պետք է լինի իշխանության համար, որ ինքը իրեն զսպի, թույլ չտա, որպեսզի մեկ այլ իշխանության տիրույթ մտնի եւ այդպես գնա առաջ, բայց դրա համար մեծ առաքինություն է պետք։ Այն նույն Շահումիր Շահամիրյանը այդ որոգայթ փառածի նախաբանում այդ հետաքրքիր խոսք ունի։ Ասում է, որքան պիտի մենք բարություն ունենանք, որպեսզի կարողանանք ազատությամբ եւ օրենքով զսպել ինքներս մեզ։ Այսինքն խնդիրը բարության մեջ է, ազնվության մեջ է, առաքինության մեջ է։ Այդպիսի բաների վրա պետք է հույս տնենք։ Գիտեք, ինստիտուտների միանշանակ ինստիտուտները զարգացնել անհրաժեշտ է, բայց զուգահեռ մենք պետք է մարդկանց ներսում առաքինության որակները կերտենք, որովհետև ինստիտուտները, որոնք զբաղեցվում են անհատների կողմից, ովքեր առաքինի չեն, այդ ինստիտուտները իչարս պետք է օգտագործվեն։ Այսինքն սրանք զուգահեռ աշխատանքներ են։ Անհատի վրա պետք է աշխատենք, որպեսզի նրան ներսում առաքինության բարեվարկության որակներ կերտենք, եւ երկրորդը ժողովրդաիշխանության համար անհրաժեշտ ինստիտուտներ ստեղծենք, որ ամեն դեպքում, երբ որ ինչ-որ մի մարդ շեղվի առաքինության, բարոյականության պատկերացումներից կամ իրավական իր գիտակցության պատկերացումներից, ունենանք ինստիտուտներ, որպեսզի կարողանան նրան բերենք հետ։